Ես այս պահին տուն ունեմ 5 հատ անչափած երեխաներ։ Փոքրիկս էսա 4-ն էլ դպրոց են, հեսա որ այն կգան։ Այդ ճանապարհների համար հիմնականում որ խնդրենք գոյնե մի քիչ կարգավորվելի։ Ոչ մի ձևի տրանսպորտ չունենք, այս փոքրիկ գյուղը ընդամենը ժողովուրդը չեն կարողանում գնան, այդ ճանապարհները սաղ էլի քանդված է, ոչ մի գազելները չեն աշխատում, չեն հատկացնում պետությունները, որ գնան գան, մարդիկ նստեն, գնան իրանց բան, ինչ պետք է առնեն, բանջարեղենն առնեն, դեղերն առնեն, ամեն րոպե դեղերն էլ, որ պետք է մեկը վատանում է, մի հատ մեքենա էլ չկա, որ մարդ գնա, պետք է տաքսին կանչես, կրկնակի գումարը տաս, որ գնա դեղն առնի գա, այդ հիվանդին դեղը տա։ Տաքսիները կանչում ես, պետք է տաքսին կրկնակի փողը տալիս ես, գնում ես, խոսքնակ պարացիտամոլ ես առնում, կամ ինչ որ մի ցավա զրկող դեղն առնում ես, գալիս ես։ Ամենակարևորը դեղատունը գոյնել լինի։ Մեր երեխեքին ոչ մի տեղ խաղալու ոչ մի բան չկա, կուլտուրայի տունը մի կարատենա, մի պարնա, էդ էլ ձմեռը չի լինում, չի վառվում, տաք չի, երեխեքին ոչ մի հետաքրքիր բան չկա այս գյուղում։ Այսինչ վիճակով ապրում ենք, մանկապարտն դե ձմեռը չի աշխատում, ցուրտ է լինում, վառելիք չկա, մի գարունը բացվում է մայիսից, այդ 1 ամիս աշխատում է ու վերջ։ Ծնողներն չեն կարում աշխատեն, դժվար է իրանց երեխաներին հազիվ յոլա են տանում։ Ես առաջարկում եմ, որ քար բերեն լցնեն մեքենաներով, այստեղ ճանապարհն ուղիղանա, երեխեքը կարողանան գնան, բոլոր հարևաններին երեխաներ ունեն, առավոտները գնալուց հիմնականում, այդ բախիները հագցնում են, տելեֆոն են հագցնում, երեխաները գնում են, ճանապարհի կեսին ճղվում է դուրս է գալիս, սղում են, ընկնում են երեխեքը, հետ են գալի նորից ցեխով։